բոլոր Ձեռք բերել եք այդ ընթացքում։ Ոչ։ Պարոն Ջունյան, մտավախություն կա, քանի որ ձեր հայրը, նաև քույրը դառնավոր են, հնարավոր է նրանց նկատմամբ որևէ պրոցեսներ։ Եթե գնում ենք այն կանխավարկածով, որ մենք գնում ենք ամենաթողության, այսինքն ամեն ինչ կարելի է իշխող վարչախմբին հետ կանխավարկածով, ես ոչինչ չեմ բացառում իմ հարազատների հետ կապված, իմ ընկերների, բարեկամների, մտերիմների ցանկացած որևէ անձի, ով իմ հետ շփում է ունեցել, դրա հետ կապված իհարկե ոչինչ չեմ բացառում։ Մի բան էլի, երեք միասնության թևերը նաև հայտարարեց, որ ըստ էության բովանդակային, որ վարչապետը ցույցում է տալիս իրավապահներին, բայց Փաշինյանը նշում էր, որ ինքը որպես, չգիտեմ, քաղաքացի հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Չի կարող որպես քաղաքացի նաև վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդումներ կայացնեն եւ այդ մասին հայտարարեն։ Հիմա տեսեք, կարող է, եթե կարճ, բայց կոնտեքստը նայենք, ընդհանուր երկրում տիրող։ Միասնության թևեր կուսակցությունը Սահմանադրական դատարանում կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ, ընտրական իրավախախտումների վերաբերյալ փաստեր էր ներկայացրել։ Օրինակ, բարեգործության արգելքի խախտում, հենց քաղաքացիական պայմանագրի կողմից։ Բանը հակակոռուպցիոն կոմիտեն էլ այդտեղ նստած նիստերի դալիճում։ Ինչ ընթացք տրվեց։ Ինչ զարգացում տեղի ունեցավ, ոչինչ։ Եվ այս կոնտեքստում, այո, վարչապետի հայտարարությունը դիտարկվում է որպես ուղղորդություն, որտեղ երբ որ հավասար պայմաններում 5 սուբյեկտ կամ 10 կամ 20 հայտարարություն են անում, կոնկրետ փաստ են ներկայացնում, բայց վարույթներ ուսումնասիրություններ չեն իրականացում, իսկ օրինակ բարձրաստիճան պաշտոնատար անձի մեկ հայտարարության հիման վրա անմիջապես process է սկսվում, այստեղ այո, հենց խոսքը նրա մասին է, որ կա ցուցում իշխող վարչակազմի կողմից։